Հարգելի գործընկերներ, մեր որոշումը կայացրել ենք խմբակցության նիստի ընթացքում։ Նախորդ օրն էլ դուք մեր նիստի ընթացքում ձայներ եք լսել բարձր եւ կապել եք դա Վահագն Ալեքսանյանի ազգային ժողովի նիստը վարելու հետ։ Ուզում եմ ձեզ այդ դրվագով ցույց տալ, թե ինչքան բուռն են անցնում մեր քննարկումները եւ այդ քննարկման ընթացքում որևէ կերպ մենք այլ հարցի չենք անդրադարձել, քան ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահների, ընդդիմադիր նախագահների տեխնացուների որոշմանը, այսինքն քվեարկելու ենք նրանց օգտին, թե ոչ, այսինքն այդ բուռն քննարկումը կապված էր այդ հարցի հետ ու խմբակցությունը միակարծիք չի եղել, բայց վերջում բաց քվեարկության արդյունքներով որոշում է կայացվել անհատապես առանձին յուրաքանչյուր տեխնացուի մասով, թե որ տեխնացուին ենք կողմ քվեարկելու, այսինքն բավարար քվեն ապահովելու, որ ինքը ընտրվի, որ տեխնացուին ոչ, այսինքն դա կախված է եղել երեք տեխնացուների դեպքում, ուժեղ Հայաստանի երեք ներկայացուցիչների դեպքում ավելի շատ մարդիկ մեր թիմից խմբակցությունից քվեարկել են դեմ, քան կողմ եւ հետեւաբար եւ անհատական է եղել, այսինքն խմբային չի եղել որոշում, անհատական յուրաքանչյուր տեխնացուի մասով դրվել է քվեարկության եւ քվեարկության արդյունքներում որոշում է կայացվել ի վերջո, որ այդ երեք տեխնացուներին չեն քվեարկում, իսկ Հայաստան խմբակցության ներկայացրած տեխնացու Լիլիթ Ղալստյանին բավարար ձայներ են ապահովելու, որպեսզի նա ընտրվի հանձնաժողովի նախագահ։ Իրենք իրենց ելույթներով չեն կարողացել ձեզ համոզել կամ բավարար չեք գնահատել։ Ինչպես նշեցի, յուրաքանչյուր պատգամավոր ինքը իր տեսակետն է արտահայտել իր քվեարկությամբ, այսինքն ընդհանուր մեկ որոշում չի եղել, թե այս պատճառով չենք որոշում, յուրաքանչյուրը իր հիմնավորումներն է բերել, բայց հիմնականում հիմնավորումները կապված են եղել, օրինակ պարոն Ֆարմանյանի դեպքում իր պատասխանները մեզ վստահություն չեն ներշնչել, օրինակ այդ FH ընկերության հետ կապված, որ ինքը իբր կապ չուներ, բայց FLH-ի հետ կապ ուներ, կամ ցածր աշխատավարձ, գրանցված աշխատավարձի եւ 40 միլիոն դրամ փոխհարության հետ կապված հարցերը չեն փարատել մեր կասկածները, բացի այդ նրա ունեցած ընկերությունը, որը զբաղվել է բրոկերական ընկերությամբ այն ժամանակ, երբ ինքը եղել է բեկ աշխատակից, բացի այդ նաեւ պարոն Ֆարմանյանը արտահայտվեց, որ ինքը դեմ է ապօրինի կույքի բռնագանձման օրենքին եւ դա համարում է ական պետության հիմքերի տակ, չնայած հետո փոխեց իր խոսքը եւ ասաց, որ խմբակցության դիրքորոշումը չի դա, այսինքն բազմաթիվ դրվագներով պարոն Ֆարմանյանը ելույթները եւ այն հարցադրումները, որոնք հնչել են եւ դրանց տրված մեզ պատասխանները մեզ չեն գոհացրել, օրինակ պարոն Ղազինյանի դեպքում հաշվի առնվել մեր խմբակցության անդամների կողմից այն, որ պարոն Ղազինյանը անցնում է ընտրակաշառքի գործով, չնայած հարգելով ամեղության կանխավարկածը, բայց այդպիսի կասկածներ դեռ փարատված չեն դատարանի որոշումով, հետեւաբար մենք ռիսկային ենք համարում այդ ընտրությունը եւ պետք է ասեմ, որ այդ մոտեցումը ունենք նաեւ մեր թիմակիցների դեպքում, այնպես չի, որ միայն ընդդիմադիր տեխնացուի դեպքում ենք դա հաշվի առնում, բացի այդ պարոն Ֆարմանյանը ես կարծում եմ տիկին Մարիա Կարապետյանի ելույթով թե հարցերից մեկում հիմնավորեց, թե ինչու պարոն Ղազինյանը խնդրահարույց տեխնացու է, օրինակ այն մասով, որ չնայած ուժեղ Հայաստանում կային տեխնացուներ, որոնք կարող էին լինել այդ հանձնաժողովի նախագահի տեխնացու աշխատել էին թիմերում, բայց պարոն Ղազինյանը այդ մենակ էներգետիկ ոլորտում էր ու փոխկապակցվածություններ կան Տաշիր ընկերությունը բազմաթիվ էներգետիկ համակարգում աշխատող ընկերություններ ունի եւ մենք այդտեղ շահերի պահում ենք նաեւ տեսնում եւ այսպիսի բազմաթիվ հարցեր։ Նաեւ եւ երրորդ տեխնացուի մասով, ով էր երրորդ տեխնացու։ Արեգա Հովսեփյանը Կարծում եմ Արեգա Հովսեփյանի դեպքը ամենաբացահայտներից էր, որ տիկին Հովսեփյանը չի փարատել մեր կասկածները, որ չի գնում այդ հանձնաժողովը աշխատեցնելու Հայաստանի եվրոինտեգրումը ավելի արագացնելու կամ նպաստելու եվրոինտեգրմանը Հայաստանի, բացի դրանից նաև քաղաքացիական բազմաթիվ ներկայացուցիչներ արտահայտվել են եւ կարծում եմ դուք եք ծանոթ այդ կարծիքներին եւ մենք նաեւ դա ենք հաշվի առել, այնպես որ եւ սա ապացույցն է նաեւ տիկին Ղալստյանի ընտրությունը եւ պարոն նաեւ փոխնախագահ Արամ Վարդեվանյանի ընտրությունը, որ մեր դիրքորոշումները կապված չեն ոչ խմբակցության հետ, ոչ էլ
ընդդիմադիրներին ընդհանրապես բոյկոտելու հետ, այսինքն անհատական որոշումներ կայացնել։ Բայց ձեր քվեարկության արդյունքները կարծես թե այլ բանի մասին են խոսում, չնայած որ դուք նշում եք անհատապես բոլորը իրենց կարծիքն են հայտնել, անհատապես օրինակ 62-ն էլ դեմ էին Արեգա Հովսեփյանին, 62-ն էլ դեմ էին Դավիթ Ղազինյանին եւ Հայկ Ֆարմանյանին, որտեղ բոլորը նման ձև են քվեարկել։ Խմբակցության որոշումները այդպես չեն կայացնում։ Մենք ազատ քվեարկության չենք թողել։ Մենք խմբակցության որոշում ենք կայացրել քվեարկության, որ մենք կողմ ենք արտահայտվում, թե դեմ։ Նույնիսկ եթե մի հոգի դեմ է լինում, դա չի նշանակում, որ այդ մի հոգին պետք է քվեարկի։ Այսինքն խմբակցությունը որոշում է կայացնում ընդհանուր, որ այս տեխնացուին մենք տալիս ենք բավարար քվեներ եւ այդ տեխնիկական հարց է, թե այդ 13 կամ 14 հոգին ովքեր են կողմ քվեարկելու, որ ապահովենք։ Նույնիսկ կարող է այնպեսի մարդ քվեարկի, որ ինքը դեմ է եղել, բայց մենք ասում ենք, որ դու կողմ քվեարկես, այսինքն տեխնիկական հարց։ Օրինակ 62 հոգի են մասնակցել ձեր խմբակցությունից քվեարկությանը։ Այո, երկու բացակայում։ Եվ դուք նաև ձեր վաճառաբանությունների մեջ նաև նշեցիք այն քրեական գործը, որով մեղադրյալ է Դավիթ Ղազինյանը։ Արդյոք դուք տեղեկություններ ունեք, որ ապագայում գլխավոր դատախազը հնարավոր է գա թե մեղադրանք առաջադրելու, թե խափանման միջոցի այդ թույլտվությունը ստանալու եւ էթերանեկարն էլ, հա, աչքի առաջ ունենալով եք քվեարկել։ Անկեղծ ասած, չգիտեմ հենց քվեարկողները մեր խմբակցությունից այդպես այդ հերանեկարը հաշվի առել են թե չէ, բայց որ պարոն Ղազինյանի այդ քրեական գործը հաշվի առնվել է, դա այդպես է, բայց տեղեկություններ թե դատախազը կգա, թե չի գա, երբ կգա կամ ինչ հարցով կգա, տեղեկություններ չունենք։ Պարոն Հակոբյան, դուք նշում եք, որ տաշիր ընկերությունների հետ կապեր են ունեցել այս մարդիկ, օրինակ Ղազինյանը, օրինակ Հայկ Ֆարմանյանը, դե ֆինանսական բլոկում աշխատել են, բայց հիմա օրինակ Լիաննա Մանուկյանն էլ կարծես այնտեղ աշխատանք է իրականացել։ Հիմա ֆրակցիան տրամադրված է այդ առումով, որ պետք է տաշիր ընկերության հետ առնչություն չունենա Սամվել Կարապետյանի։ Տենց որ լիներ, պարոն Վարդևանյանն էլ կապեր ուներ, դա չի հաշվի առնել, դա կարծիքներից մեկն է եղել, որ կարող է շահերի բախումներ լինեն առաջիկայում, որովհետև այդ հանձնաժողովն է գլխավորելու եւ այդ ընկերությունները կան, հիմա կարող է շահեր ներկայացնի, նաեւ որովհետև ինքը մասնագետն է եղել այդ բանում, բայց դա ինչպես նշեցի, միակ պատճառը չէ եւ մի պատճառով մենք որոշում չենք կայացնում։ Այնուամենայնիվ բազմաթիվ Պատճառը որը դուք քեսուս չեմ միացել, հա։ Ինձ թվում է հետ կարող է դա։ հարց կտամ։ Դու քանի որ իշխանությունը տրամադրված էր, որ այո, տրամադրված չէր։ Թույլ տվեք հարցը սա։ Լսում եմ ասեք։ Իշխանությունը այդ բաների հետ կապված տրամադրված էր, որ դա ընդդիմության հասանելիքն է եւ ըստ էության պարոն Վարդևանյանին ընտրելու այդ գործընթացի ժամանակ նշում էին, որ ում էլ առաջադրեն, այսինքն կընտրեն, որտեղ դա իրենց տեղն է։ Հիմա ինչու հանկարծ հանձնաժողովների հետ կապված այդ մոտեցումը չցուցաբերվեց։ Պարոն Կիրակոսյան, իշխանությունը տրամադրված չէր, դա օրենքով է նախատեսված, որ այդ քվոտան պատկանում է ընդդիմությանը։ Պարոն Վարդևանյանի դեպքում էլ մենք չենք ասել, որ ում առաջադրեն, մենք քվեարկելու ենք։ Եղել է նորից խմբակցության նիստի ընթացքում որոշում է կայացվել պարոն Վարդևանյանի մասով, ինչպես այս դեպքերով։ Պարոն Վարդևանյանի դեպքում, ինչպես Լիլիթ Գալստյանի դեպքում, խմբակցությունը որոշում է կայացրել կողմ քվեարկել։ Երրորդ դեպքերում 004 գաղտնի, այ ոնց էիք ասում, շրջաբերական ունեցող քաղաքական ուժի ներկայացուցչի ինչու կողմ քվեարկել եւ ԱԳՆ-ում աշխատած Արեգա Հովսեփյանին, հա, դիվանի գիտական փորձ ունեցող, չգիտեմ ինչքանով է այդ փորձը, բայց իրեն դեմ քվեարկել։ Բացատրեք։ Միևնույնն է, պարոն Կիրակոսյան 004 շրջաբերականը տարածած խմբակցությունը արդեն ազգային ժողովում է եւ օրենքը իրենց վերապահում է այդ մեկ հանձնաժողովում տեղը եւ մենք չենք պատրաստվում տորպեդահարել գործընթացը եւ հավերժ մնալ այս ցիկլում ու առաջ շարժվել ավելի բովանդակային քննարկումների չանցնել։ Սա ընտրություն է, այսինքն սահմանադրությունը մեզ ընտրության հնարավորություն է տալիս, այսինքն մենք պարտավորված չենք ում բերեն, մենք քվեարկենք։ Մենք կարող ենք ընտրություն կատարել, բայց մի րոպե, մենք պարտավոր չենք ում բերեն քվեարկենք, բայց մենք միաժամանակ նաև չենք տորպեդարել գործընթացը եւ մեզ ավելի նպատակահամար մեր կասկածները փաթաթող տեխնացուներին պատրաստենք կողմ քվեարկել եւ ապահովել, որպեսզի ազգային ժողովը բնականon հունով աշխատի։ Պարոն Հակոբյան, Սիսակ Գաբրելյանի դեպքում 62 չէր, 61 էր։ Եթե ձեր խմբակցությունից 62 էր կարծես։ 61 էր։ Կողմ դեմ 2 է եղել, օրինակ այդ համաձայն ձեր խմբակցությունից մարդ կա, որ օրինակ դեմ է քվեարկել։ Դեմ եթե լիներ, դեմ կար մեջ։ Դեմ 2 հոգի են եղել, Սիսակ Գաբրելյանին կողմ է քվեարկել 61-ը։ Չգիտեմ, միգուցե
բաց է մնացել, օրինակ այնտեղ կա չքվեարկած Իսկ ընդդիմության քվեարկությունը ձեզ համար ինչպես կգնահատեք, որտեղ ի տարբերություն ձեզ, որ դուք կայուն ձևով որոշել եք բոլորին դեմ քվեարկել, իրենք տարբեր մոտեցում են ցուցաբերել։ Օրինակ Պապկեն Թունյանին դեմ 0 ձայն է եղել։ Բայց այնտեղ մասնակիցների թվերը կա, որովհետև ես չհասկացա ինչպես էին արել, բայց մի մասը ընդհանրապես չէին քվեարկել, թողել էին Գաբրիելյանին դեմ է եղել 10 հոգի, Արուսակ Ջուհակյանին եւ մյուսներին 29 հոգի, Սարգիս Խանդանյանին 28 հոգի է դեմ եղել, Սիսակ Գաբրիելյանին ընդհանրապես 2 հոգի է։ Կարծում եմ այնտեղ հարցեր կառաջանային, եթե կողմ քվեներ ավելի լինեին, բայց այնտեղ թե դեմ են եղել, թե ձեռնպա, թե անվավեր են արել, թե չեն գցել քվեատուփ, էական տարբերություն կարծում եմ չկա եւ ավելի մանրամասն իրենք կարող են այս տակտիկան բացատրել։ Ձեր համար տարբերություն չկա մեր համար։ Ձեր խմբակցությունից 62 են, չէ՞ մասնակցել։ Այո։ Իսկ օրինակ դուք դա քննարկման առարկա դարձնելու եք Սիսակ Գաբրիելյանի օրինակ Ոչ, Եթե 61 կա, չեմ կարծում, չեմ։ գործընթաց սկսելու եք։ Ոչ։ Շնորհակալ եմ։